Սկուշ եղիր, երբ կմոտենաս կյանքի հացին ու քինին։ Այս խորհրդածությունը կախված է Վաղինակ Վարդապետ Մելոյանի «Ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը» գիրքեն։ Անոր անհոգությամբ կմոտենա սրբակորձյալ հացին եւ քինին, ոտնակող ըրած գլա Աստուծո որդին համաձայն Պողոս առաքյալի խոսքին։ Եթե մովսիսական օրենքը խախտողը 2 կամ 3 հոգիի վկայությամբ մահվան կդադարվի առանց կտության, որքան ավելի ծանր բադիժի արժանի պիտի համարեք այդ անձը, որ ոտնագող կնե Աստուծո որդին, գարհամարե նոր ուխտի գնքումին համար տապված արյունը, որով Քրիստոս զինք սրբեց եւ գանարկե շնորհքները բարգեւող Սուրբ Հոգին։ Երբ մարմնասեր մարդը Քրիստոսի մարմինը ուդե եւ ինքն իր արյունը մեղքի դիղմով շաղախած անձը Քրիստոսի արյունը խմե, ան ոչ միայն ոտնակող ըրած գլա Աստուծո որդին, այլև սպանած գլա զանիգա։ Նույնը կհաստատե Հովհաննես Մանտագունի երբ գսե մարդը, որ մարդ կսպանե, մարդասպան կանվանվի, իսկ ան որ անարժանությամբ իրոջ մարմինեն հաղորդվի, աստվածասպան գլա, որովհետև անգամ եւս խաչ կհանե Աստուծո որդին։ Արդարև աստվածասպանությունը անհավատությամբ ճաշակել մեր հավատքի հիմնադիրին մարմինն ու արյունը։ Հավիտենական արդյունք պիտի լապաժին անոր, որ արդյունքով չի մոտենալ Սուրբ հաղորդության։ Գրակ պիտի լապաժինը անոր, որ գրագի հավատքով չի մերցնար դիրոջ բաժակին։ Մահ պիտի լապաժինը անոր, որ անմահանալու համար չէ որ կհաղորդվի։ Արդարև մերած հավատքով անմահին մոտենալը գրնամեզ մահվան առաջնորդել։ Մտապերեցեք, որ Փետրոսի մարտիկը դիրոջ տամանակին մեջ նայեցան, դեր անոնցմե 50,070 մարդ սպանեց։ Իդես պատահածին Փետրոսի մարտիկը աղաղեցին ասելով, ով գրնա գնալ այս Սուրբ Աստուծո ներկայության։ Այս իրողությունը ահով պետք չէ լեցնե մեր սիրտերը, եթե երբեք անհոգությամբ է որ դիրոջ մարմինին կմոտենանք։ Փետրոսացիներուն եւ մեր ռազին դարբերությունը շատ մեծ է։ Անոնք բարձրապես նայեցան դիրոջ նավանագին մեջ, իսկ մենք որ հաղորդվելու կմոտենանք, միայն սգիհի մեջ չէ որ գնայինք, այլ սգիհին մեջ եղած Աստուծո սրբարար մարմինն ու արյունը գառնենք մեր բերաններուն մեջ։ Աստուծո մարմինն ու արյունը սգիհեն առնելով մեր սիրտերուն սգիհի մեջը որ գտնենք։ Մերած հավատքով պետք չէ մերցնալ անմահադու կյանքին, հացին եւ քինին։ Սուրբ հաղորդությունը գրնա թե փրկություն եւ թե գորստի պատճառ հանդիսանալ։ Փրկության պատճառ կդառնա, երբ փրկության գարոտ մեր հոգինը որ մեզ անոր գարաշնորհ է, եւ գորստի պատճառ կդառնա, երբ մեղքի մեջ կորսված վիճակով եւ անդարբերորեն կմոտենանք անոր։ Սուրբ խորհրդին անդարբերությամբ մոտենալը վտանգումն է մեր փրկության, խաթարումն է մեր հավիտյանականության։ Նշխարն ու քինին գպրգեն երբ փրկության գարոտ հոգիներու հանդիպին։ Ինչպես ճուրը ծառա մարդուն համար ավելի օգտակար է, քան հագեցածին, նույնպես ալ Սուրբ հաղորդությունը Աստուծո ծառա ունեցողներուն ավելի գոհն է եւ ոչ թե անդարբերներուն։ Սուրբ հաղորդությունը մեզ այլագերբ չի գրնար, եթե երբեք մենք այլագերբելու փապակ չունենք։ Ինչպես սերմը եթե փերի հողին մեջ ինա գծելի գաջի եւ բդուր գպերը, այնպես էլ եթե դիրոջ մարմինն ու արյունը Աստուծո սիրով եւ հավատքով փերի դարձած հոգի մահանտիբին գայլագերբեն եւ գարթունավորեն զանիգա։ Հաղորդությամբ դերը կհանդիպի մեզի, եթե մեզ հոգեվես պատրաստ վիճակի մեջ գտնե։ Իսկ մեզ հոգեվես պատրաստողը Սուրբ Հոգին ինքն է։ Ինչպես երբ մեկը պիտի հրավիրենք մեր դուրը, մաքրություն գնենք եւ պատրաստություն կտեսնենք, այնպես էլ երբ հաղորդության համար Սուրբ Սեղան մոտենանք, պետք է աղոթքով եւ ձոմաբահությամբ պատրաստած լինենք մեր հոգիներն ու սիրտերը։ Հաղորդությամբ մեր սիրտերը ներսմուտ գործողը բարձ անցմը չէ, այլ մեր փրկության Աստվածն է։ Փառքի ու բարավոր Տակավորն է, երկինքի եւ երկրի իշխանն է։ Երբ հաղորդվենք, խաղաղություն է որ իշխե մեր հոգիներու մեջ, որովհետև խաղաղության իշխանը Քրիստոս գուկա բազմելու մեր սիրտի կահին վրա։ Սուրբ Ներսես շնորհալի խոսելով Սուրբ հաղորդության մասին գսե. Եթե Աստված հրահանգեց Մովսեսին, որ մերած կենտանի մորթե շինված գոշի գող չգողել այն բայրը, ուր երևաց աստվածության հուրը,
Հապա որքան ավելի անհրաժեշտ է, որ մենք նախ բանենք մեր ներսիտեն մեղքերու մերելությունը եւ հետո միան մերցնանք Աստվածային խորհրդին, որովհետեւ մենք Մովսեսի նման Աստուծո հետ չէ որ կխոսենք, կամ անոր թիգունքը չէ որ կտեսնենք միայն, այլ մեր ցերկով կշոշափենք անշոշափելին, մեր շրթունքներով կհամբուրենք սերը, մեր բերանով կճաշակենք բոլոր մարդիկը գերագրողը, զայն կընդունենք մեր սիրտին մեջ եւ հոգիով կմիանանք Աստուծո հետ։ Պարսեր մաշկևորեցին խոսելով եբրայեցիներուն զատկական քարնուկին եւ զանիգա ուդելու գերբին մասին գսե։ Հрьяաները եթե ոտքի կանգնած գոշիգով ծուբը իրենց ցերկը բռնած կուդեին քարնուկը, որչափ ավելի դուք պետք է արտուն լաս եւ սուրբ սեղանին կմերցնաս ճաշակելու Քրիստոսի մարմինն ու արյունը։ Անոնք բաղեստինցիներու երգիրը պիտի երթան իստուն երգինք։ Քանի որ սուրբ հաղորդությունը մեզ երգինք առաջնորդ է եւ ամենադեսին տեսության կդանի, պետք չէ լուրջ կերպով պատրաստվենք անոր։ Հաջորդին պիտի անդրադառնանք հաց եւ քինի դե մարմին եւ արյուն նյութի մասին։ Բարք հորը, որդին եւ սուրբ հոգին, հավիտյանը միջև հավիտյան, ամեն։ Քանի վարքյան լուր նստինցին։ Արուն հոր եւ որդվե ոգույն սրբո ամեն։ Եկեղեցին իմաստուն ձևով մեզի գսորվեցնի, որ ինչպես տոները կապ ունին իրարու հետ եւ ինչպես սուրբ գրքի ընթերցումը կապ ունի այդ տոնի խորհրդին հետ, որտեղ ինչպես գիտեք շատ երկնային իմաստությամբ հայրերը անոնք դասավորած են ընթերցումները, որ օրվա խորհուրդը դուն հասկնաս։ Ըլլա 5 դագանով, ըլլա առաքելական թուղթով, ըլլա Քրիստոսի խոսքով, որտեղ եթե նշмарած եք մեր եկեղեցի մեջ հինե նորը գուքանք, որովհետև կատարում օրինաց եւ մարգարեից ով է Քրիստոս ինքն է։ Սո նույն ձևով։ Այսօրվա ավետարանն հետաքրքիր ձևով, ուրեմն Փիլիպոսի կառուցած Կեսարիայի քաղաքը գտանի Հիսուս եւ իր աշակերտներուն գսե ով եմ ես։ Ոմանք կսեն մարգարես, ոմանք կսեն Հովանես Մգրդիչը արություն առած է, ոմանք ալ գսեն, որ մարգարեներեն մեկն ես։ Իսկ գսե դուք ով գսեք ուրեմն։ Պետրոսը, որ ակլորի նման, չէ՞։ Միշտ առաջ կցածկի, ինքը նորեն վգահեց ասելով, որ թուն Քրիստոսն ես, կենդանի Աստծո որդին։ Եվ Հիսուս ինչ կպատասխանե, երանի քեզի Սիմոն, Հովնանի որդի, որովհետև ադիգա քեզի հայտնողը մարդ մչեր, այլ իմ հայրս, որ երկնքի մեջ է։ Քեզի գսեմ, թե այդ ժայռն ես տուն եւ այդ ժայռի վրա պիտի շինեմ իմ եկեղեցիս, զոր մահն անգամ իր ամփոխ զորությամբ պիտի չգրնա հաղթահարել։ Քեզի պիտի դամ երկնքի արքայության բանալիները, ինչ որ գաբես երկրի վրա կապված պիտի լա, ինչ որ արցակես երկրի վրա արցակված պիտի լա երկնքի մեջ։ Ուրեմն հոս ոչ թե Պետրոսի անձի մասին է խոսքը, որտեղ ուրիշ եկեղեցիներ կսեն, որ մենք ենք իրական եկեղեցին, որտեղ Պետրոսին սավասին կա։ Բայց Պետրոսը ամփոխ աշակերտներու ցայնն էր, որտեղ ավակներ կխոսեր, եւ Քրիստոս կսե, որ աստեսակ հավատքի վրա է, որ եկեղեցի պիտի շինեմ։ Եվ այդ եկեղեցին շինվեցավ եւ առաքյալներու միջոցով մեզի հասավ եւ գսե, որ թժողքը, այսինքն աշխարհի ամեն տեսակ արհավիրք որ գտեսնենք այսօր հարցակումը եկեղեցվո վրա, հլա դիգա երիտասարդներու վրա, հլա դիգա ընտանիքներու վրա, հլա դիգա քրիստոնյաներու վրա, ասոնք ամենը եկեղեցու հարցակում, որտեղ եկեղեցին երբ որ գխոսի Հիսուս չի խոսի շենքի մասին, գխոսի մարդոց հոգիներու մասին, որոնք պիտի տաճարանան, որոնք պիտի դառնան իր բնակարանը։ Եվ գսե, որ ոչ մեկ բան կնա իմ եկեղեցիս քանդել։ Եվ այսօրվա շարականը գխոսի, որ եկեղեցին ամեն անգամ որ եկեղեցու շարական երկենք, ուրախ բառը գա մեջը։ Ուրախ եղիր, սուրբ եկեղեցի, չէ՞։ Վերջի անգամ բսակ կացիկն է, առաջի շարականը որ լսեցիք, ուրախ լեր սուրբ եկեղեցի։ Որովհետև մեր մտքի մեջ բսակը ոչ թե Աշխենի եւ Մաթեոսի մասին է, բսակ եկեղեցվո մասին է, որովհետև ինչպես որ գուկա Քրիստոս միավորվելու եկեղեցվո հետ, չէ՞ որ սա Փեսան Քրիստոս է,
հարսը եկեղեցին, այսինքն մենք ենք ընկել։ Նույն ձևով, երբ որ զույգինը ամուսնացնենք, գսենք այսօր այս եկեղեցու զավակները եկան միանալու, ինչպես որ Քրիստոս միացած է իր հարսին եկեղեցին։ Անոր համար ինչ կաղոթենք, ինչ որ Աստված կմիացնե, մարդ թող չբաժնվի եւ գսե որ ձեր կանանց սիրեցեք այնպես, ինչպես Քրիստոս սիրեց եկեղեցին, ինչպես սիրեց եկեղեցին, անգամ իր անձը տվավ, արյունը քամեց իր եկեղեցու համար։ Եվ ինչ կսե հնազանդեցեք ձեր փեսային եկեղեցին, գլուխին, որ Քրիստոսն է։ Եվ շարականը գսել, ուրախ լերսուբ եկեղեցի, քանզի Քրիստոս արքան եկնից այսօր բսագյացս քեզ խաչի վնյուրով, տեսեք խաչի տոն է։ Ուրախ եղիր սուրբ եկեղեցու, որովհետև Քրիստոս երկնքի արքան այսօր եկավ քեզի բսագելու, ինչով, իր խաչով։ Ոչ թե գեղեցիկ աթամանտներով, ոչ թե սուղ մադաններով, որ 5 տարի հետո գրի պիտի ելնե, իմս տուրինձի, ես քեզի աստվի բիլերը նայենք, ոչ, խաչի զորությամբ։ Եվ իմիջալոց, մեր նշանդուքի արողությունն խաչի մասին է, եթե ներկա եղեր եք, նշանդուք ինչ կնշանագե, նշան դվեք իրարու, իսկ մենք եկեղեցու մեջ ինչ նշան ունենք, խաչի նշանը, ուրիշ նշանի մասին չէ, եւ այդ օրվա ընթերցումը նաեւ նշանդուքի խաչի մասին է, որովհետեւ մենք Քրիստոսով գծնենք խաչով, երբ որ բզդի գբերենք կմգրդենք, երբ որ գամուստանանք հինադեն նարոդով խաչը գտրվեր գլխում, ոչ թե թակը, գյուղերում մեջ թակ չի գար, հիմա մեր բսագի թակերը նարոդ ունի մեջ են, եւ երբ որ մեկը գմահանար, ձերքերը գփաթեին նարոդով խաչով եւ գսեին Աստված հետը դրլա, ծնար, ապրեցար և երթաս Քրիստոսով։ Եվ զաթարյատ զամուրը սկոս կանչելի պարոքյուրով, քու ամուրը լալըտ, ամուրի լալըտ, զարդարեց իր պարքով, այսինքն մենք որ ինչ էինք, բդուղ չունեինք, ինչպես նոր Սիոն գսեք, որ այսօր անբդուղը լեցուն բդուղ դվավ, Սիոնի եկեղեցու մասին է, որը նոր Սիոնը եկեղեցին է Քրիստոսի, ոչ թե հին Սիոնն է, ոչ թե Սինա լեռն է, adonk ամենը ինչ էին, ըստվեր էին, շուկն էին, որ պիտի կարը լավա։ Adon համար Քրիստոս կսե, որ տունես իմ եկեղեցիս։ Adon համար ամեն անգամ երբ որ պատարագիչը խորան բարձրանա, ինչ կսե, մդից առաջի սեղանու Աստծո Աստված, որ ուրախ մեզ մանկությունին։ Այդ բարձրանալը Սիոն լեր բարձրանալն է, պատվիրանները պիտի առնենք, Սինա լեր բարձրանալն է, ուրդեղ են պետք է Աստծո խոսքը մեզի կա, որտեղ մենք ինչ որ գնենք եկեղեցու մեջ, երկնքի մեջ ռեշտակները գնենք, ասի գադակ բան չէ, որովհետև երբ որ գսե բանալին գուդամ քեզի Պետրոսին, հատի պարզ բանալի մասին չէ դոլարամային կարնենք կտնենք, ոչ, այլ երբ որ իրարու ներեք, մեկըտ մյուսի սրդի բանալիները գունենանք, երբ որ ասես չեմ ընդունիր ասոր, գադեմ, հա, ինչ կնես, կգոցես մարդում, քու մեջ էդ, և իր մեջ է, adon համար Հակոբոս Արաքյալը գսե, ձեր մեղքերը իրարու խոստովանեցեք, կացեք ասեք սորի, կամ միգումը հանդեպ, երբ որ ունիս այդ մաղձը, որ սրդիտ մեջ է, հարեգամի դսե դժվարությունն իմ ասոր ներելու, եկի որ աղոթենք միասին, ասե ամբողջ եկեղեցու խորհուրդը, և եկեղեցու միջոցով Աստված գուկա մեզի, ինչպես աչափ կարդացվեցավ հաղորդության մասին, թեղ դալու մեզի, որովհետև դժվար է մարդոց սիրելը, դուք արատ բնական ամենը կսիրեք իրարու, չեք սիրել իրարու, հա, ես եկել եմ ձեր կողը, գիտեմ ով որում կսիրել, կամ ձեր շենքի մեջ, հա, չի գա մեկը, որ մեկը մյուսին անաչար կսիրե, հա, մենք բան գնենք, կզադենք, կարմիրը, կապույտը նարնչակվինը, անանք է մեր սերը, բայց եկեղեցին Աստծո սերը, ինչ կսե, չի գա տարբերություն հրիայի և հեթանոսի, Պողոս Արաքյալը կսե, արուի և էքի, ծառայի և ազատի, այսինքն պետք է բացելնենք։ Եվ գսե խնդա հուշ, նորեն ուրախություն ընկա, ուրախ լեր, հիմա խնդա հուշ, խնդա, հուշ, սաստիկ, զորավոր, թուստր Սիոնի, որ մենք ենք, քանզի երգիրս երգինք եղեն, այսօր երգիրը երգինք դարձավ
այսօր վերստին քո նորոգման, որտեղ այսօր դու նորոգվեցավ։ Եվ երբ որ շարականներու մեջ որևէ դեղ այսօր գսենք, խորհուրդը, որ ինչ որ եղած է, այսօր գլագուր։ Հա, այսօր դոն է սուրբ ծննդյան, այսօր է դոնը, որտեղ մենք հավաքված ենք տոնելու։ Ամեն անգամ այսօրը ժամանակները կանրադարձե եւ հիմա կկատարվի։ Քու նորոգում, եւ թակավոր եկնավոր հաջեցավ բնակիլի քեզ, նորոգվեցար, որովհետեւ եկնավոր թակավորը քու մեջդ բնակի։ Որու խոսքերն են ասոնք Հովանես Ավետարանի մեջ ինչ կսե Հիսուս, եթե իմ բադվիրաններս կործատեք, ես եւ հայրս պիտի քանք, ձեր մեջը բնակենք։ Ոչ թե ժամանակավոր գենանք, ոչ թե օրը վարձը տանք երթանք, ոչ ձեր մեջը բնակենք։ Ասե երեսփու խորհուրդը, որ մեջ է բնակի։ Եվ գսե ընթասս եկնավոր զորացն վեր արյալ տոնեն, եկնավոր թասելու հրեշտակներու հետ, զորքերու հետ, վեր արյալ տոնեմ, կա ցերքենից վեր բարձրացնենք եւ տոնենք ըսքես։ Այսօր զանթաթար փարադրությամբ, այսօր անդադար փառք տալով քեզի։ Ուրախ լեր հարսն անարատ, անքնին քո խորհրդով։ Ուրախ եղիր անարատ հարս որ եկեղեցին են, անքնին քո խորհուրդով, այսինքն իր խորհուրդները անչափ խորունգ են, չեն կրնալ ամբողջությամբ հասկանալ, որտեղ օվկիանոսի գնման։ Եվ այո համար, մեզի համար եկեղեցու միշտ Աստվածամայրը հարսն է մարդկության, չէ՞, որու մեջ հաջեցավ բնագիր Քրիստոս, միշտ խորանին է, եւ ինչ կուզե որ ունենք, բդուղ տանք, Հիսուս ադոր համար ցերքին։ Ադոր համար մեր եկեղեցու մեջ մգրդության ժամանակ գնքահայր ունենք, գնքամայր գրնանք չունենալ։ Ուրիշ եկեղեցի երթակ թե գնքամայր կա հույներու կով, չէ՞։ Ինչու անանք է, որովհետև եկեղեցին հարսն է, որու արքանքը ինչն է, ավազանն է։ Հայրը պետք է որ ընդունի այդ պստիկը։ Աստակ ինչպես։ Ադոր համար մենք կսենք, որ գնքահայր երեխան ինչ կխնդրե, հավատ, քույր, սեր եւ մգրդություն, անիգ ու դայրեն։ Իսկ գնքամայրը քովը գեցած կին ասպարակային գոքն է, որբեսի Ադամինը իրականանա։ Բայց թերը գնքահոր Աստծո թերն է, ինչպես զավակ մծնի հայր եւ մայր ունենա, հիմա մայրը եկեղեցին է, հայրը գնքահայրը։ Ուրեմն Աստված թողած անքնին խորհուրդը մեր կյանքի մեջ վարբա է։ Երբեմն գսենք, չէ, որ ամեն գիրագի գուքանք, երբեմն գմոռանք, որ հոս խորուրդ խորին է, չէ, ադոր համար գսի ովքեր, որ հաղորդության պատրաստված չեն մոդենար, իրենց մահն է, որ գճաշագեն, չէ, այսինքն պետք է ամեն գիրագի, ոչ ապալ դժվարը լա, գիտեմ մարդենք, ցավ ուրիշ ծև կմտածես, կեշ լուրարել ուրիշ ծև կմտածես, բայց ամեն անգամ պատարակին առաջ աղոտ պետք է ինք, որ դեր քուդունդ կուկամ, քուսուր փոքի դոկն է, որ ես քեզի դեստեմ, ոչ թե ով եկավ, ով գնաց, ով շիդակ քալեց, ով չքալեց, ով աղոր հակեր է, ասին չակված կեր, ոչ, այ քեզի նայենք, որտեվ քահանան ագեցած քեզի գնայենք, մեզի չի նայենք, չէ, մեր ուշադրությունը թունը լաս եւ կրնաս մեզի փոխել, որ մենք ասենք, որ քեզմով ուրախ ենք դեր եւ կուզենք մեր մեջը բնալիս։ Թող Աստված օրհներ բոլորի տաղոտները ընդունելի տա։ Միասին հայր մերս։